ԵԱՏՄ անդամներում եւ դա բացի դրանից մի քանի օր առաջ ընդունված հայտարարությամբ կոչ էին անում որպեսզի հանրակրվե իրականացվի ԵԱՏՄ թե ԵՄ ուղղության առումով մենք այս կարող անելու դա կարգավիճակի մասով արդյոք կարող են զրկել ոչ չեն կարող որովհետեւ չեն կարող Հայաստանին զրկել Եվրասիական տնտեսական միության կարգավիճակից եւ Եվրասիական տնտեսական միությունում բոլոր որոշումները կայացվում են կոնսենսուսով եւ Հայաստանի Հանրապետությունը հետեւաբար ունի նաեւ վետոյի իրավունք եւ բոլոր երկրները ինչու միայն Հայաստանի Հանրապետությունը ինչ վերաբերում է հանրակրվեին հանրակրվե տեղի կունենա այն ժամանակ երբ որ լինի հանրակրվեի առարկա իսկ հանրակրվեի առարկան առնվազն Հայաստանը պետք է դիմաց լինի պաշտոնապես Եվրոպական միության անդամ դառնալու հարցում կամ պետք է ունենա Եվրոպական միության անդամ երկրի կարգավիճակ այդ երկուսից ոչ մեկը չկա այս պահին եւ ես գործընկերոջ ասեցի որովհետեւ մենք օբյեկտիվորեն մենք գիտենք չէ որ մենք պատրաստ չենք այդ կարգավիճակի մենք դեռ պետք է բարեփոխվենք այսինքն ինչու ենք ուղղակի ձևի համար դիմում աղմուկ աղաղակ անելու համար մենք հիմա հանդարտ կշարունակենք բարեփոխումների ճանապարհը երբ որ նաեւ Եվրոպական միության մեր գործընկերների գնահատականը կլինի այն մենք այսօր լուրջ խնդիրներ ունենք ինստիտուցիոն սկսած դատական համակարգի անկախության եւ այլն հարցեր ունենք որոնք պետք է լուծենք այսինքն դա ինքնանպատակ չի մեզ համար եւ ես ասել եմ նաեւ որ Եվրոպական միության անդամ գրելու գործընթաց սկսելու մասին օրենքի նախագիծը ես ընկալում եմ նաև մեզ համար լրացուցիչ խթան, որ մենք շարունակենք նույն տեմպով մեր բարեփոխումների օրակարգը եւ գնանք այդ ճանապարհով։ Երբ որ մենք կամ դա ես չեմ կարող որոշել։ Իմ խնդիրն է, որ Հայաստանի ժողովուրդը ունենա այլ ընտրանքներ Հայաստանի ժողովուրդը իր քվեարկությամբ կորոշի ինչ ճանապարհով ենք մենք գնում եւ այս առումով ես կարծում եմ որ օրինակ ես որպես Եվրասիական տնտեսական միության երկրի անդամ եւ բարձրագույն պաշտոնյա Եվրասիական տնտեսական միության ես կարծում եմ ԵԱՏՄ-ի մեր գործընկերները մի փոքր տակտիկական ճիշտ չեն մոտենում հարցին եւ որոշ հայտարարություններով փոխանակ ԵԱՏՄ-ի համարումը եւ ԵԱՏՄ-ի ընկալումը մեր երկրում Հայաստանում բարձրացրեն ամեն ինչ անում են որ ԵԱՏՄ-ի ընկալումը մեր երկրում ինչնի այսինքն բա հետո մարդիկ են չեն որոշելու ես չեմ որոշելու դա հնարավոր էլ չի ես չեմ որոշելու